Եվ Տիկին Գալյան օրը ցերեկով ուղղակի եթերում թաղապետը մարդ է ծեծում, չի լինում ոչ քաղաքական պատասխանատվություն, ըստ էության գործարքերը, բայց քաղաքական պատասխանատվություն դրան չի հաջորդում, ձեր գնահատական աղա որպես Ես չեմ կարող դրան գնահատական տալ, համայնքային ծառայություն իրականացնող անձանց մասին է խոսքը, կառավարության ներկայացուցիչ եւ այո, եւ հարգել լրագրողը շատ ճիշտ նշեց, որ քրեական գործ է հարուցվել, ես կարծում եմ, որ քրեական գործի հարուցումը հետագա ընթացքը խնդրի լուծման ցույց կտա։ Ավելի ուշ, որտեղ ծեծվողի նկատմամբ ավելի շուտ էին գործառույթում, քան ծեծվողի, նման բան չենք տեսել մենք։ Փաստը որն է, որ քրեական գործ է հարուցված, չէ՞։ Հիմա ինձնից ինչ արձագանք եք ակնկալում։ Պետք է հարուցվել քրեական գործը հարուցվել է դեպքի առթիվ։ Ես բռնությունը դատապարտում եմ բոլոր տեսակի բռնությունների մասին է խոսքը, բռնության մասին է խոսքը։ Դե մենք ես չեմ կարող վերցնել տվյալ անձին եւ տեղափոխել քրեակատարական հիմնարկ, անգամ շատ մեծ ցանկության դեպքում, բայց քրեական գործը հարուցված է եւ կարծում եմ, որ քրեական գործը հարուցված է համապատասխան դեպքի առթիվ, որը կարող է պարունակել քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ։ 2018 թվականի հեղափոխական գաղափարները, որտեղ ծեծը բռնություն եւ հակաժողովրդաբանական այդ Ես կարծում եմ մենք բոլորս դա հիշում ենք եւ հիշելը նաեւ փաստվում է այն գործողությունների իրականացմամբ, որոնք այսօր առկա են։ Խոսքը տարբեր բնույթի քրեական գործերի մասին է, խոսքը տարբեր կալանավորումների մասին է եւ նաեւ դատապարտումների մասին է, այդ թվում նաեւ կոռուպցիոն դեպքերի մասին եմ ես խոսում։ Ուղղակի վարչապետը խոսում է հոգատար հանրության մասին, բայց իր պաշտոնատար անձինք ծեծող են հոգ տանում քաղաքացիներին։ Ես չգիտեմ իր պաշտոնատար անձ Ծեծը դատապարտելի է, ցանկացած տեսակի բռնություն դատապարտելի է եւ նաեւ մենք վերջերս շատ ենք խոսում ատելության խոսքի, անհանդուրժողականության, բռնության կոչերի եւ այլնի մասին եւ այս ուղղությամբ նաեւ օրենսդրական փոփոխությունների փաթեթ ենք պատրաստում։ Ես չեմ հասկանում իր պաշտոնատար անձ ասելով ինչ նկատի ունեք։ Մեր երկրում հստակ բաժանումներ կան պաշտոնատար անձանց եւ կոնկրետ բոլոր չեմ կարծում հարցը տեղին է իրականում։